Արդեն երրորդ տարին է, ինչ Զառոբեժ Էքսպո փակաբաժնետիրական ընկերությունը եւ Մուլտիգրուպ կոնցեռնը կազմակերպում են ամենամյա հայ-ռուսական արդյունաբերական ցուցահանդեսը, որի նպատակն է ավելացնել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները։ Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 28-ից 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում։ Ни для кого не секрет, что Армения является самым надежным партнером для России, и не только на государственном уровне, но еще и такие масштабные проекты, как выставка «Экспо Раша», проходит уже третий год. Այս տարվա ցուցահանդեսը, որն արտացոլում է հայ-ռուսական ձեռնարկությունների նորագույն տեխնոլոգիաների զարգացումները, կանցկացվի 2010 ԱՊՀ-ի գիտության եւ նորամուծությունների տարի կարգախոսով։ Ցուցահանդեսին ներկայացվելու են էներգետիկայի, կապի, ատոմային էներգետիկայի, մեքենաշինության, անվտանգության, շինարարության, տրանսպորտի, ավիացիայի եւ այլ ոլորտներ։ Ցուցահանդեսին մասնակցելու են 70 ընկերություններ։ Ռուսաստանի 10 շրջաններից Երևան են ժամանել 170 գործարարներ, ովքեր Հայաստանում փնտրում են հուսալի գործընկերներ։ В выставке примут участие не только крупные предприятия, но и малый и средний бизнес. Поэтому каждому гостю из Армении, мне кажется, будет очень интересно посетить выставку и найти, соответственно, партнерскую организацию. Գործնական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ռուսաստան-Հայաստան 2010 միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության հեռանկարների շնորհանդես, ինչպես նաև մի շարք կլոր սեղանների անցկացում Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանների ձեռնարկությունների համագործակցության կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Мы надеемся на то, что это будет очень интересных 3 дня. Пройдут большая обширная деловая программа, будет организовано несколько круглых столов по актуальным тематикам, в том числе и при участии министерств, экономических ведомств Армении. Ցուցահանդեսն անցկացում երկու երկրների արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպիչներն են հանդիսանում Հայաստանի խաղաղության կոմիտեն, իսկ Ռուսաստանի կողմից Աշխարհի հիմնադրամի միջազգային ասոցիացիան։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկայ լինելու նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։